Հայտնի մարդիկ, որոնք ենթարկվել են առեղծվածային դժբախտ պատահարների, առեղծվածային ձևով մահացել կամ անհետացել են, կամ ինքնասպանություն են գործել, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված։ Մաս 3. Իգոր Տալկով, խորհրդային ռոք երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, բանաստեղծ և կինոդերասան։ Ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 4-ին ԽՍՀՄ-ում։ Սպանվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին 34 տարեկանում։ Առաջին անգամ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1987 թվականի տարվա երգ-փառատոնում «Մաքուր լճակներ» Չիֆտի Էպրուդի ստեղծագործության կատարումից հետո։ Դրանից հետո, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվի սեփական երգերով, որոնցից շատերը երաժշտական ոճով և տեքստով տարբերվում էին այն ստեղծագործություններից, որոնք կատարում էր նախկինում Տալկովը, ստեղծում է փրկարար օղակ «Սպասի Ելնի կրուկ» խումբը և շուտով նրա հետ մեկնում է հյուրախաղերի ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմաներով և լիրիկա։ Տալկովը սպանվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, Յուբիլեյնիե սպորտի պալատում, անհայտ հանգամանքներում։ Սովորելու ժամանակ Իգորը երազում էր դառնալ հոկեյիստ և այդ նպատակին հասնելու համար Տալկովը լրջորեն մարզվում էր։ 1972 թվականին նա մեկնում է Մոսկվա, որպեսզի ընդունվի ԲԿՄԱ-ի կամ Դինամոյի դպրոցը, սակայն չի անցնում ընտրությունը։ Երաժշտությունը Իգոր Տալկովը սիրում էր դեռ վաղ մանկությունից։ Նա դնում էր աթոռը, նրա վրա մեկը մյուսի վրա, դնում էր երկու կաթսաների կափարիչներ, ոտքին ամրացնում էր պահածոյի կափարիչ և ևս մեկը տեղադրում էր հատակին։ Այսպիսով աթոռը օգտագործվում էր որպես թմբուկ, իսկ կափարիչները որպես սափսեներ և ոտնակ թաց թմբուկի համար։ Նաև եղբոր հետ միասին Իգորը կազմակերպում էր համերգներ, որտեղ հանդիսատես էին խաղալիքները, իսկ երաժշտական գործիքները լվացքի տախտակներ, որը ծառայում էր նրա համար որպես բայան, և պղնձե ափսեները, որը նրա համար ծառայում էր որպես թմբուկ։ Իգոր Տալկովի առաջին իսկական երաժշտական գործիքը ծնողների կողմից գնված Կիրով տեսակի բայանն էր։ Դպրոցում Իգորը եղել է կիթառահարներ համույթի մասնակից և ղեկավարել է երգչախումբը։ Ավագ դասարաններում Իգոր Տալկովը նվագում էր դաշնամուրի և կիթառի վրա, իսկ հետագայում ինքնուրույն տիրապետում է բաս կիթառին, ջութակին և հարվածային գործիքներին։ Հայտնի է, որ երաժշտի սիրելի գործիքն է եղել սաքսոֆոնը, սակայն նրա վրա նվագել նա այդպես էլ չկարողացավ։ Նոտային գիտելիքները Իգորը չի սովորել, որի համար զղջում էր, սակայն արագ ընկալում է երաժշտությունը լսողությամբ և մի քանի րոպե անց կարող էր այն վերարտադրել։ Ծառայելով բանակում Իգորը վերադառնում է Շյոկինո, իսկ այնտեղից վաստակի է մեկնում Սոչի։ Այստեղ Ժեմչուժինա է հյուրանոցում նա ընդունվում է վարիետում բաս կիթառահար և վոկալիստ մի խմբում, որի առաջատար վոկալիստն էր հանդիսանում այդ ժամանակ Ալեքսանդր Բարիկինը։ 1979 թվականին Սոչիում հյուրախաղերի էր իսպանացի երգիչ Միչելը, ում շատ է դուր գալիս բաս կիթառահարը վարիետեից, և թարգմանչուհին Իգորին առաջարկում է աշխատել Միչելի հետ։ Իգորը համաձայնվում է և Ուլյանովսկում նա ներկայացվում է Միչելի երաժշտախմբի հետ, որից հետո սկսում է աշխատել բաս կիթառահար նրա մոտ երաժշտախմբում հիվանդացած Եֆիմ Գելմանի փոխարեն։ Հյուրախաղերը անց էին կացվում ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքով, լավագույն հրապարակներում և ավարտվում են 1980 թվականի մայիսին Սուխումիում։ Մոսկվա վերադառնալուց հետո նա ձայնագրում է սկավառակ։ Երաժիշտը աշխատում է Սոչիի և Մոսկվայի ռեստորաններում, այնտեղ հանդիպելով բազմաթիվ հայտնի կատարողների հետ՝ Պեսնիարի, Ուրախ տղաներ, ռուսերեն Վեսյոլիե և Ռեբյատա խմբերի հետ։ Սակայն Իգորը որոշում է, որ նվագելը ըստ պատվերի ստորացուցիչ է, և 1982 թվականից նա դադարում է ելույթներ ունենալ նմանատիպ վայրերում։ 1976 թվականից Տալկովը սկսում է ելույթներ ունենալ պրոֆեսիոնալ բեմում։
երկրի փոքրիկ քաղաքներով յուրախաղերի է մեկնում, ապրիլ և կալեյդոսկոպ խմբերի հետ, բազմաթիվ երգեր գրվում են այդ ժամանակ, սակայն կատարել նրանք հնարավորություն չկար։ 1987 թվականին Դավիթ Թուխմանովի «Մաքուր լճակներ» երգը Իգոր Տալկովի կատարմամբ ներգրավում է տարվա երգ հաղորդաշարում, որից հետո Իգորը հայտնի է դառնում որպես լիրիկական երաժիշտ։ Սակայն երգերի մեծ մասը, որոնք գրում էր Իգոր Տալկովը, բացարձակ նման չէին «Մաքուր լճակներ» երգին, և որպեսզի դրանք կատարի, նա հեռանում է էլեկտրոկլուբից և ստեղծում է սեփական փրկարար օղակ «Սպասից ելնի կրուկ» խումբը։ Խումբը Ռուսաստանով յուրախաղերի է մեկնում ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմայով և լիրիկա։ Ազատ ժամանակ Իգորը հետազոտում էր Ռուսաստանի պատմությունը նյութերով, որոնք նա ինքնուրույն փնտրում էր արխիվներում և գրադարաններում։ Դրա համար նա օրվա մեջ պարտադիր հատկացնում էր գոնե 2 ժամ։ Իգոր Տալկովի տանը հավաքվել էր ռուսական և արտասահմանյան պատմական բազմաթիվ ուշագրություններ, հիշողություններ, հետազոտություններ, վիճակագրական տվյալներ։ Այսպիսով նա մշտապես կուտակում էր տեղեկություն, իսկ այնուհետև ակնթարթորեն տեղի էր ունենում երգ գրելու գործընթացը։ Այսպես մեկ անգամ գիշերից հետո Իգորը բառացիորեն 2 րոպեի ընթացքում գրում է «Ռուսիա» երգը, որը ոչ մի անգամ չփոխելով ոչ մի տող դառնում է հայտնի։ 1988 թվականին «Հայացք» «Վզգլյադ» ծրագիրը կազմակերպում է հավաքական համերգ Լուժնիկի սպորտի պալատում։ Հրավիրված արտիստների թվում էր նաև Իգոր Տալկովը։ Համաձայն պայմանավորվածության նրա ելույթը պետք է բաղկացած լիներ միայն մեկ երգից՝ «Օրինակելի տղա» «Պրեմիերնի մալչիկ», սակայն դրա փոխարեն նա կատարում է ստեղծագործություններ, որոնք անհրաժեշտ էր գտնում տվյալ ժամանակահատվածում։ Արդյունքում «Հայացքի» հաղորդավարները ընդհատում են համերգը, իսկ Իգորը ստիպված է լինում լքել բեմը։ Վերակառուցման բիթլները գրքում առասպել են անվանում երգչի այն պնդումները, թե նա արգելված էր այդ հաղորդումում։ 1989 թվականի դեկտեմբերին կեսգիշերից առաջ և հետո հեռուստահաղորդման հաղորդավար Վլադիմիր Մոլչանովը իր ծրագրի մեջ է ընդգրկում «Ռոսիա» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր ծրագրի նկարահանման խմբի կողմից։ Դրանից հետո ունկնդիրները իրականում ճանաչում են Իգոր Տալկովին, նա հայտնի է դառնում որպես բազմապլանային երգերի հեղինակ և կատարող։ 1990-ից 1991 թվականներին Տալկովը գտնվում էր հանրաճանաչության գագաթնակետին։ Նրան սկսում են հրավիրել կինոնախագծեր, ինչը նշանակում էր նոր մակարդակ նրա կարիերայում։ Այսպես «Ռոսիա» երգի տեսահոլովակի դիտումից հետո գնահատելով Իգորի դերասանական տվյալները, կինոռեժիսոր Ալեքսեյ Սալտիկովը նրան հրավիրում է Արծաթավում իշխան հետագայում վերանվանված «Արքայ Իվան Ահեղ» ֆիլմի գլխավոր դերը կատարելու համար։ Սակայն ռեժիսորի փոխարինումից հետո սցենարը փոփոխության է ենթարկվում և սկսվում է միայն հեռվից հիշեցնել Ալեքսեյ Տոլստոյի վեպը, մասնակիորեն ձեռք բերելով ծաղերգական բնույթ։ Իգորը չի ավարտում իր դերը և հրաժարվում է ձայնավորել այն և ֆիլմի շնորհանդեսի ժամանակ 1991 թվականի օգոստոսին ներողություն է խնդրում Ալեքսեյ Տոլստոյից և հանդիսատեսից նրա համար, որ նրանում մասնակցություն է ունեցել և ծաղրել է այսպես կոչված նրա վեպը։ Արծաթավուն իշխանի նկարահանումներին զուգահեռ Իգոր Տալկովը աշխատում էր վերջին սահմանից այն կողմ «За последней чертой» կինոնկարում խաղալով դրամաշորտների ավազակախմբի պարագլխի դերը։ Դրամաշորտներից մեկի դերը կատարում էր հենց Վլադիմիր Տալկովը, նրա ավագ եղբայրը։ Ինքը Իգոր Տալկովը այդ ֆիլմում ցանկանում էր խաղալ դրական հերոսի, սակայն նրան պայման են դնում, որ դրա համար նա պետք է հարդարվի, սափրվի և ծափրի նաև մորուքը, և նա հրաժարվում է։ 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Յուբիլեյնիե սպորտի պալատում անցկացվող համերգին ելույթ էին ունենում բազմաթիվ կատարողներ։ Երգչուհի Ազիզա ընկերուհին վերջինիս խնդրանքով խնդրում է Իգոր Տալկովին ելույթ ունենալ նրանից առաջ, քանի որ Ազիզան չէր հասցնում նախապատրաստվել ելույթին։ Իգորն իր մոտ հանդերձարան է կանչում երգչուհու տնօրեն Իգոր Մալախովին և նրանց միջև տեղի է ունենում բանավեճ։
այնուհետև ծես կրտուկ։ Դրանից հետո Իգորի երկու թիկնապահները հանդեսարանից դուրս են բերում Մալախովին։ Իգորը սկսում է պատրաստվել ելույթին, սակայն մի քանի րոպե անց նրա մոտ է վազում նրա խմբի ադմինիստրատոր Վալերի Շելյաֆմանը, բղավելով այն մասին, որ Մալախովը դուրս է անել ատրճանակը։ Տալկովը պայուսակից հանում է օդամղի ազդանշանային ատրճանակը, որը ձեռք էր բերել ինքնապաշտպանության նպատակով և դուրս է վազում միջանց։ Եվ տեսնելով, որ նրա թիկնապահները գտնվում են Իգոր Մալախովի նշանառության տակ, նրա ուղղությամբ կատարում են 3 կրակոց։ Մալախովը կռանում է և թիկնապահները օգտվելով այդ հապաղումից, սկսում են նրանց զինաթափել և վնասազերծել։ Այդ ժամանակ Մալախովը կատարում է 2 կրակոց, սակայն նրանք դիպչում են հատակին։ Թիկնապահները սկսում են հարվածել կրակողին և ծածկելով գլուխը նա վայր է գցում ատրճանակը։ Տալկովը ևս իր ձեռքին գտնվող օդամղի ատրճանակով խփում է Մալախովի գլխին։ Մի քանի ակնթարթ անց հարձակվում է ևս 1 կրակոց, որը դիպչում է Իգորի սրտին։ Երբ ժամանում է շտապօգնության բրիգադը, բժիշկն անմիջապես արձանագրում է Տալկովի կենսաբանական մահը։ Քաղաքային դատախազությունը քրեական գործ է հարուցում։ Իգոր Մալախովը, ում հանդեպ համամիութենական հետախուզում էին հայտարարել, 10 օր անց մեղայականով կամավոր ներկայանում է։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նրա վրայից հանվում է միտումնավոր սպանության մեղադրանքը։ Փորձաքննության ավարտից հետո 1992 թվականի ապրիլին հետաքննությունը պարզում է, որ վերջին կրակոցը կատարել է Շելյաֆմանը։ Սակայն 1992 թվականի փետրվարին մեղադրյալը արդեն մեկնել էր Իսրայել, որի հետ այդ ժամանակ Ռուսաստանը չուներ հանցագործի հետ հանձնման պայմանագիր, և սպանության գործը դադարեցվում է։ Տալկովի սպանության հիմնական վարկածը Տալկովի սիրային կապն էր երգչուհի Ազիզայի հետ, քանի որ Ազիզան բազմիցս էր փորձել ազատվել Տալկովից, նախանձելով նրան։ Ընդհանրապես Տալկովը ունեցել է շատ սիրուհիներ, որոնցից եղել է նաև Ազիզան։ Բոլորը կարծում են, որ Ազիզայի ամուսինը Մալախովն է կրակել Տալկովի վրա, որը նաև Ազիզայի պրոդյուսերն էր։ Բոլորը կարծում են, որ Մալախովն է կրակել Տալկովի վրա, սակայն Տալկովի շատ երկրպագուներ կարծում են, որ կրակողը եղել է հենց երգչուհի Ազիզան կամ Տալկովի թիկնապահների գլխավորը, քանի որ երբ Տալկովի թիկնապահները զինաթափում են Մալախովին և հնչում է կրակոց, շուռ գալով նրանք տեսնում են սպանված Տալկովին, և մինչ օրս Տալկովի սպանությունը ևս մնում է դարի առեղծվածներից։ Տալկովը նույնպես համարվել է իր ժամանակների արգելված երգիչներից, քանի որ նա վեր էր հանում մարդկության ազատության ապրելու իրավունքի և նման այդ թեմաների երգերում, որը ըստ երգչի երկրպագուների դուրս չէր գալիս այդ ժամանակվա իշխանությանը, և դա էլ հենց բերեց երգչի առեղծվածային մահվանը։ Մալախովը հարցաքննության ժամանակ ասել է, որ նա չի կրակել ռևոլվեր ատրճանակով, որով սպանվել է Տալկովը։ Ըստ Մալախովի, երբ նրան զինաթափել էին, Տալկովի թիկնապահները ինչ-որ մեկը վերցրել է իր ձեռքից ատրճանակ և տվել է Շելյաֆմանին, որն էլ հենց կրակել է Տալկովին, կամ տվել են հենց Տալկովի թիկնապահներից մեկին, որը նույնպես կապ է ունեցել Ազիզայի հետ, և հենց նա է կրակել Տալկովի վրա։ Ըստ Մալախովի, հենց Ազիզան է վերցրել իր ձեռքից ատրճանակը, քանի որ նա տեսել է Ազիզային այդ դեպքի ժամանակ, որը դեպքի վայրից արագ հեռացել է։ Մալախովը նշել է նաև, որ նա շատ անգամներ է տեսել Տալկովի գլխավոր ադմինիստրատորին և Ազիզային միասին, և ըստ նրա, նրանք երկուսով վաղուց էին ծրագրել Տալկովից ազատվելու ծրագիրը, և այս դեպքը ուղղակի նվեր էր նրանց համար։ Տալկովի երկրպագուները ևս հավատում են այս վարկածներին և վստահ են, որ հենց այդպես էլ եղել է և Մալախովը անարդար ձևով է կալանավորվել։ Նույնիսկ վարկած կար, որ Տալկովը իր երգերով արդեն շատ հեռուն էր գնացել և ըստ այդ վարկածի նա երգում էր իշխանությունների դեմ, և նրա սպանությունը այդ ժամանակվա իշխանությունը կազմակերպել է Ռուսաստանի հատուկ ծառայության միջոցով և Տալկովին սպանել է հատուկ ծառայության նշանառուն։ Մալախովն իր հերթին այդ ժամանակ կապված էր Ռուսաստանի շատ նշանավոր օրենքով կողերի հետ, և նա շատ ուժեղ կապեր ուներ և նրանից վախենում էին շատերը։ Մալախովը շատ կոպիտ մարդ էր, հենց նա էր Ազիզայի համար ստեղծել շատ կայուն իմիջ, և շատերը հավատում էին, որ նա խաղում է ուղղակի,
եւ հենց նա էլ կրակել է Տալկովի վրա։ Քանի որ նա նույնպես կապված էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ։ Վարկած կա, որ Տալկովին կրակել է նրա թիկնապահներից Բարկովսկին, քանի որ նրա սպանությունից հետո պարզվում է, որ նա եւս կապեր է ունեցել անցագործ աշխարհի հետ եւ ունեցել է Սաշա Օգոնյոկ մականունը։ Սակայն հացաքննությունից հետո նա եւս առեսվածային հանգամանքներում սպանվում է բարում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Նրան հակառակորդ թիմից ինչ-որ մեկը երկաթե ծղով նրա ետևից խփելով սպանում է նրան։ Այնուհետև առեսվածային հանգամանքներում ինքնասպանություն է գործում նրա թիկնապահներից Արկադի Բոնդարենկոն, որը նույնպես եղել է նրա սպանության վկաներից։ Վիկտոր Ցոյ խորհրդային ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, դերասան եւ նկարիչ, կինո հռչակավոր ռոք խմբի հիմնադիր, բազմաթիվ համերգներով հանդես է եկել արտասահմանում, այդ թվում Հայաստանի Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին, զոհվել է 28 տարեկան հասակում ավտովթարից, 1981 թվականի ամռանը ընկերների Ալեքսեյ Ռիպին եւ Օլեգ Վալինսկու հետ հիմնում է Գալինի Կիպերբոլոիդի խումբը, որն արդեն դառնում է Լենինգրադյան ռոք ակումբի անդամ։ Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն կինո էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները։ 1982 թվականին ավարտվում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությունները, որի անվանումն էր պարզապես 45։ Ալբոմը տարածում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները։ Կինո խումբը Ցոյի գլխավորությամբ բազմաթիվ հաջողակ ալբոմներ է ձայնագրել՝ 45, 46, «Это не любовь», «Последний герой», «Группа Крови», «Звезда по имени Солнце։ 1990 թվականի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ։ Նրա վարած Մոսկվիշ մակնիշի մեքենան բախվում է ավտոբուսին, ինչի հետևանքով նա մահանում է։ Ինչն է պատճառ հանդիսացել մեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալուն, հայտնի չէ։ Կինո խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել եւ հնչյունավորվել Ցոյի կինո խմբի հայազգի ռոք կիթառահար Յուրի Կասպարյանի կողմից։ Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից մեկը։ Ռոք երաժշտի մահը ամեն ինչով նման է լեգենդար մաստարվեստների վարպետ եւ դերասան Բրյուս Լիի մահվանը։ Բացի երաժիշտ լինելուց նա նաեւ լավ խարիզմա ուներ եւ մեծ ճանաչում գտավ նաեւ ֆիլմերում նկարահանվելով։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմում, որոնցից ավելի հայտնի են 1988 թվականի Իգլա եւ Սավետսկի էկրան ֆիլմերը։ Սավետսկի էկրան ֆիլմի համար Ցոյը 1989 թվականին արժանացել է լավագույն դերասան անվանակարգին։ Քչերը գիտեն, որ Ցոյի կուռքը եղել է հանրահայտ Բրյուս Լին, եւ նա քունգ-ֆուի սև գոտի էր։ Ցոյը շատ մասսական տեսարաններում է նկարահանվել եւ ցույց է տվել իր գեղեցիկ եւ ճկուն տեխնիկան քունգ-ֆու ոճում։ Ցոյն ասել է, որ դժվարությամբ, բայց ես սովորեցի նունչակի օգտագործել, որը Բրյուս Լիի սիրած սառը զենքն էր։ Նա այդ ֆիլմերում եւս օգտագործեց նունչակի իր հնարքները։ Ցոյը նույնպես խորացավ քունգ-ֆու ոճի մեջ եւ ուսումնասիրում էր մաստարվեստի գաղտնիքները։ Նա շատ առաջ գնաց, սակայն ողբերգական ավտովթարը խլեց նրա կյանքը։ Շատերը համարում էին, որ դա այդ տարիների եւս մեկ սարքված գործերից էր եւ շատ վարկածներ էին շրջանառվում։ Հայտնի վարկածներից քննարկվում էր երկու հիմնական վարկած, որն է շատ առաջ գնաց, ինչպես Բրյուս Լին, եւ պետք չէր, որ առաջ գնար, եւ նրա սպանության մեջ ԿՀՎ-ի մատն էլ էր խառը։ Իսկ երկրորդ վարկածը այն էր, որ նա փողոցում ծեծել էր այդ ժամանակվա ռուսական մաֆիայի միանգամից 30 հոգու, որի մեջ էր նաև ռուսական քրեաօլիգարխիայի առաջնորդներից մեկի որդին։ Մարտաֆիլմերի գաղտնիքները վերցանելու, առաջ գնալու եւ դժվար ժամանակներում քաջ լինելու համար նա Բրյուս Լիի նման հատուցեց կյանքի գնով։ Բրյուս Լին առեսվածային հանգամանքներում զոհվեց 32 տարեկանում, իսկ Ցոյը 28 տարեկանում։
Նույնիսկ շատ վերլուծաբաններ ասում են, որ նրանց կյանքը նման է իրար ամեն ինչով։ Վլադիսլավ Լիստև Օրդային եւ ռուս հեռուստահաղորդավար եւ լրագրող Ռուսական առաջին ալիքի հիմնադիր եւ առաջին գլխավոր տնօրեն Հայացք, պիկ ժամ, հրաշքների դաշտ եւ թեմա հաղորդումների հեղինակ եւ վարող Լիստևը ծնվել է 1956 թվականին, սովորել է Զնամենսկի եղբայրների անվան դպրոցում, եղել է թեթև ատլետիկայի սպորտի վարպետի թեկնածու, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն, 1000 մետր մրցավազքում, աշխատել է Սպարտակ սպորտային ակումբում որպես հրահանգիչ, զինծառայությունն անցել է Մոսկվայի Թամանյան դիվիզիայում, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը, 1982 թվականին ավարտել է ուսումը և ստացել հեռուստատեսային գրականության աշխատակցի մասնագիտացում, բուն ավարտելուց հետո պետական ռադիոյում աշխատել է որպես խմբագիր, 1987 թվականին աշխատել է որպես հայացք հաղորդման վարող, Լիստևը և նրա ընկերները ստեղծում են վիթ հաղորդաշարը, հաղորդումներ պատրաստում ռուսական առաջին ալիքի համար, 1991 թվականին Լիստևը դառնում է այդ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 1993 թվականին գլխավորը, հետագայում իր գոլեգաների հետ խնդիրներ է ունենում, այդ պատճառով հաղորդաշարի պրեզիդենտ է դառնում Ալեքսանդր Լյուբիմովը, 1994 թվականին նախաձեռնում է ավտոշոու «Գոնկի na Վիժիվանիե» հաղորդումը, որը 1996 թվականից անց է կացվում ՌԴ-ի տարբեր քաղաքներում, 1995 թվականին նա նշանակվում է ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն, նա արագորեն ձեռնամուխ է լինում ընկերության տնտեսական քաղաքականության վերափոխմանը, Լիստևը բազմիցս հրավիրվել է ՈՒՀ որպես ժյուրիի անդամ, նա տպավորիչ հեռուստահաղորդավար է, տեխնիկապես հմուտ և ստեղծագործող, Վլադիմիր Պոզները շատ բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը, նա կարողանում էր էկրանից այն կողմ հայտնվել յուրաքանչյուր անհատի կողքին, նրա վարած յուրաքանչյուր հաղորդումը հեղինակություն էր վայելում, 1995 թվականի մարտի 1-ի երեկոյան Վլադ Լիստևը սպանվում է Նովոկուզնեցկ փողոցի վրա գտնվող իր տան շքամուտքի մոտ, առաջին գնդակը խոցել է նրա աջ ուսագոտին, իսկ երկրորդը գլուխը, նրա մոտ եղած գումարին ու թանկարժեք իրերին ձեռք չեն տվել և քննչական վարկածն այն էր, որ նրան սպանել են քաղաքական կամ մասնագիտական գործունեության պատճառով, նրա վերջին հրաժեշտը տեղի ունեցել Օստանկինո համերգային դահլիճից, նա թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, Լիստևի սպանությունը 1990-ականների ամենաաղմկահարույց սպանություններից էր և առ այսօր չի բացահայտվել, Լիստևի թաղման ժամանակ այդ ժամանակվա Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը ասաց, որ ժամանակն է առնել Ռուսաստանում գոյություն ունեցող մաֆիոզ կլանների դեմը, որպեսզի այսպիսի հեղինակավոր մարդիկ չսպանվեն, Լիստևի մահվան հետ կապված շատ վարկածներ կային, հարցաքննվեցին նույնիսկ նրա հաղորդավար ընկերները, քանի որ նա շատ սուր հակասություններ ուներ նաև նրանց հետ, լինելով սուր հայացքներ ունեցող մարդ, Լիստևը չէր կարողանում ընդունել իրեն ուղղված սուտ քննադատությունները և շատ սուր ձևով պատասխանում էր դրանց և վարկածներից մեկի համաձայն նրա ընկերներից շատերը պատվիրեցին նրա սպանությունը, որպեսզի նա առաջ չգնա և ազատվեն այս ճշտախոս անվախ և ճիշտ խոսքի և հայացքների մարդուց։ Վարկածներից մեկն այն էր, որ նա շատ սուր քաղաքական թեմաների էր անդրադառնում և փորձում էր բացահայտել դրանք, որը դուրս չէր գալիս այդ ժամանակվա իշխանությանը, իսկ այդ ժամանակ ճիշտը վերծանող հեղինակավոր մարդիկ կամ սպանվում էին կամ անհայտ կորում էին։ Շատ անգամները ոստիկանությունը եկել նրա տաղավար և ինչ-որ ստուգումներ է արել և ըստ շրջանառվող խոսակցությունների դա ուղղակի իշխանության պատվերն էր, որպեսզի նրանք գտնեն ինչ-որ հանցանշան կամ գաղտնի նյութեր, որպեսզի կարողանան կալանավորել Լիստևին, սակայն այդպես էլ
նրանք չկարողացան անել դա եւ կալանավորել նրան։ Լիստևը Ելցինին նրա հետ հարց եւ պատասխաններից մեկի ժամանակ նրան ասում է, որ գովազդը շատ է խանգարում այդ ժամանակվա ռուսական հեռուստատեսությանը։ Սակայն մինչ Ելցինը կփորձեր կարգավորել հեռուստատեսությունը, ռուսական հեռուստատեսության սեփականատեր է դառնում քրեական աշխարհի կողմից հարգված հեղինակավոր բիզնեսմեն Բորիս Բերեզովսկին եւ Լիստևին դարձնում է ռուսական հեռուստատեսության ORT ալիքի գլխավոր տնօրեն։ Բերեզովսկին շատ գումարներ է ստանում այդ ժամանակվա բազմաթիվ գովազդներից, որը կրկին դուրս չի գալիս Լիստևին։ Եվ այն բանից հետո, երբ Բերեզովսկին քննադատում է Լիստևին, որ նա վատ է ղեկավարում հեռուստատեսությունը, Լիստևը սկսում է մասսայական ազատել նույնիսկ իր հաղորդավար ընկերներին։ Այնուհետև նա սկսում է Բերեզովսկու հետ համատեղ բիզնես անել եւ վարկածներից մեկի համաձայն հենց Բերեզովսկին է պատվիրել Լիստևի սպանությունը։ Ընտանիքի հետ կատարված դժբախտություններից հետո Լիստևը սկսում է չարաշահել ալկոհոլը։ Նա չէ ցանկանում խոսել իր մանկությունից, քանի որ շատ դաժան մանկություն էր ունեցել։ 1996 թվականին Forbes ամսագրում հայտնվեց Կրեմլի կնքահայրը հոդվածը, որում ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրող եւ հրապարակախոս Փոլ Խլեբնիկովը կարծիք էր արտահայտում, որ Բորիս Բերեզովսկին ուշացրել է Լիսովսկուն Լիստևի տուժանքների վճարումը։ Հոդվածի համաձայն իրավիճակը որոշակիորեն այնպես էր, որ Բերեզովսկին էր կառավարում Ռուսաստանի հանցավոր ցանցերի հիմնադիրներին։ Բերեզովսկին դատի տվեց ամսագիրը, ավելի ուշ հրաժարվեց իր հայցից համաձայնության գալով պատասխանողի հետ, ով սեփական խոսքերին հերքում հրապարակեց կապված Լիստևի եւ ցանկացած այս սպանությունների մեջ Բերեզովսկու մեղավորության, ինչպես նաեւ նրան որպես մաֆիայի առաջնորդ ներկայացնելու վերաբերյալ։ Հիշատակված հոդվածում գործընկեր Գլուշկովը չէր մեղադրվում 1982 թվականին պետական ունեցվածքի գողության մեջ, ինչպես ավելի վաղ պնդում էր Խլեբնիկովը։ 2000 թվականին Խլեբնիկովը հրապարակեց Կրեմլի կնքահայր Բորիս Բերեզովսկին կամ Ռուսաստանի կողոպուտի պատմության գիրքը, որում նա շարադրում էր Բերեզովսկու գործունեության վերաբերյալ իր տեսակետը։ Խլեբնիկովը իր գրքում պնդում էր, որ ի սկզբանե առաջին ալիքի սեփականաշնորհման գաղափարը առաջ է քաշել Վլադ Լիստևը, լինելով ալիքի առաջատար պրոդյուսեր եւ ալիքը սեփականաշնորհելու գաղափարի հեղինակը։ Լիստևը նոր ընկերության ղեկավարի հիմնական թեկնածուն էր։ Ըստ Խլեբնիկովի լոգո վազի ղեկավարությունը այդ պաշտոնին ուզում էր տեսնել Բերեզովսկու դաշնակցին, պրոդյուսեր Իրենա Լեսնիևսկայային, սակայն այդուհանդերձ գլխավոր տնօրեն նշանակվեց Լիստևը, իսկ Բերեզովսկուն նշանակեցին տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ։ Խլեբնիկովը իր հերթին պնդում էր, որ Ալեքսանդր Կորժակովին, ով պնդում էր, որ առաջին ալիքի մասնավորեցումը տեղի ունեցել 1995 թվականի ձմռանը եւ որ Բերեզովսկին բաժնետոմսերը առանց մրցույթի, ինչպես իրեն հարմար էր, վաճառել է ձեռներեցներին, քանի որ ռուսաստանյան օրենսդրության համաձայն մասնավորեցումը պետք է տեղի ունենան հրապարակային աճուրդով։ ORT-ն ֆորմալ առումով ապօրինի է սեփականաշնորհվել։ Ըստ Խլեբնիկովի, Բերեզովսկին նախապատվությունը տվել է Մենատեպ, Ստոլնիշնի, Ալֆա եւ Նացիոնալնի կրեդիտ, Գազպրոմ եւ Նացիոնալնի ֆոնդ սպորտա բանկերին։ Խլեբնիկովը պնդում էր, որ Բերեզովսկին մերժել էր շահերի հետ մրցակցող Լուկոյլ, Օնեքսիմ բանկ եւ Ինկոբանկ բանկերին։ Խլեբնիկովի ունեցած տվյալներով ORT-ի ընդհանուր բաժնետիրական կապիտալը կազմել է $2 միլիոն։ Բերեզովսկու ընկերությունները գնել են բաժնետոմսերի 16%-ը։ Բացի դրանից, Բերեզովսկին վերահսկում էր նաև եւս 20%-ը։ Ըստ Խլեբնիկովի, ներդնելով մոտ $320,000, Բերեզովսկին ստանձնել է ռուսական հիմնական հեռուստաալիքի վերահսկողությունը, իսկ պետությունը ստացել է բաժնետոմսերի 51%-ը։ Խլեբնիկովը պնդում էր, որ Լիստևի եւ ռեկլամի խոլդինգայի ղեկավար Սերգեյ Լիսովսկու միջև բանակցությունները ձգձգվել են։ Ենթադրվում է, որ բաժնետոմսերի 51% ունեցող պետությունը պետք է շարունակեր զգալի ներդրում կատարել հեռուստաընկերության բյուջեում։
Կողմնակալ Ռեքվիեմ գրքում ժխտվում է Լիսովսկու մասնակցությունը Վլադիսլավ Լիստևի սպանության մեջ։ ORT-ի սեփականաշնորհումից անմիջապես հետո գլխավոր տնօրեն Վլադ Լիստևը որոշեց կենտրոնանալ այնպիսի գործողությունների վրա, որոնց հետևանքով ալիքը միլիոնավոր դոլարների պակասորդ ունեցավ։ Դա գովազդային ժամանակի վաճառքն էր։ Նա սկսեց բանակցություններ վարել ռեկլամի խոլդինգայի ղեկավար Լիսովսկու հետ։ Գովազդային մագնատը ըստ ամենայնի ORT-ին առաջարկել է փոխհատուցում վճարել ալիքով գովազդ տարածելու իրավունքի դիմաց եւ դրանով պահպանել միաժամանակ վերահսկողությունը։ 1995 թվականի փետրվարի 20-ին Վլադ Լիստևը գովազդի բոլոր տեսակների համար ժամանակավոր մորատորիում վճարումի դադարեցում հայտարարեց։ Մինչ ORT-ն էթիկայի նոր նորմեր կմշակեր, Կորոշակովը պնդում է, որ գովազդի արգելումը ORT-ով անձամբ Լիսովսկու եւ Բերեզովսկու համար նշանակում էր միլիոնների հասնող շահույթի կորուստ։ Ըստ Խլեբնիկովի նյութերի զեկույցներից մեկում մայրաքաղաքային ԿՀՏՎ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի տարածաշրջանային վարչության աշխատակիցը շեշտել է, որ Լիստևը վախենում էր հարձակումից եւ փետրվարի վերջերին իր մտերիմ ընկերներին պատմել է, որ իրեն կարող են սպանել։ Երբ նա որոշել է վեճ դնել գովազդային մենաշնորհին, նրա մոտ եկել է Լիսովսկին եւ պահանջել փոխհատուցել իր կրած $100 միլիոն հասնող վնասը, սպառնալով հաշվի հարդարով։ Լիստևն ասել է, որ գտել է եվրոպական մի ընկերություն, որը պատրաստ է $200 միլիոն վճարել ORT-ում գովազդային ժամանակի տնօրինման իրավունքի համար։ Ըստ Խլեբնիկովի, Լիստևը դիմել է ORT-ի գլխավոր ֆինանսիստ Բորիս Բերեզովսկուն, խնդրելով $100 միլիոն վճարել Լիսովսկուն։ Խլեբնիկովը գրել է, որ գումարը փոխանցվել է Բերեզովսկու ընկերություններից մեկի հաշվեհամարին, եւ որ Բերեզովսկին խոստացել է այդ գումարը Լիսովսկուն փոխանցել 3 ամիս հետո։ Խլեբնիկովը պնդում է, որ ըստ Օնեքսին բանկի անալիտիկ ծառայության հաղորդագրության ORT-ով գովազդի վրա Լիստևի կողմից տրված արգելքը բացատրվում է նրանով, որ նա ձգտում էր առավել շահավետ առաջարկներ ստանալ գովազդի տնօրինման իրավունքի դիմաց։ Լիսովսկին ORT-ին առաջարկել է $100 միլիոն, բայց Լիստևը 170 միլիոն էր ակնկալել։ Խլեբնիկովը գրում է, որ Բերեզովսկին այդ ժամանակ բանակցությունների մեջ էր հանցավոր մի քանի խմբավորումների հետ, եւ որ 1995 թվականի սկզբին բանտում նստած բանդիտական մի հեղինակություն հայտարարել է, որ Բերեզովսկու օգնական Բադրի Պատարկացիշվիլիից Լիստևին սպանելու խնդրանք է ստացել, սակայն Բադրին ձերբակալվել է Մոսկվան քրեական տարերից զանգվածաբար մաքրելու արդյունքում եւ բանտարկվել է։ Խլեբնիկովի գրքի տվյալներով փետրվարի 28-ին Լիստևի սպանությունից մեկ օր առաջ Բերեզովսկին հանդիպել է Նիկոլայ անունով մի օրենքով գողի հետ եւ նրան փոխանցել է $100,000 կանխիկ գումար։ Խլեբնիկովը պնդում է, որ Բերեզովսկին վստահեցրել է, թե այդ գումարը նա Նիկոլային փոխանցել է այն բանի համար, որ գտնեն նախորդ տարվա ամռանը Լոգո վազի շենքի մոտ իր մեքենայի պայթյունի մեղավորներին։ Խլեբնիկովը գրում է, որ Բերեզովսկին հանդիպել է օրենքով գողի հետ ՆԳ տարածաշրջանային վարչության 2 աշխատակիցների ներկայությամբ եւ անվտանգության ծառայությունից իր 2 գործակալներին հրահանգել է տեսաերեզի վրա նկարանել իրենց հանդիպումը, ապացուցելու համար, որ իրեն շանտաժի են ենթարկում։ Խլեբնիկովը պնդում է, որ ժամը 3-ին, երբ Բերեզովսկին հոգեհանգստյան արարողությունից վերադարձել է Լոգո վազի շենք, այստեղ ԿՀՏՎ-ի շատ ոստիկաններ եւ օմոնականներ են հավաքված եղել։ Նրանք ունեցել են խուզարկություն կատարելու հրամանաթուղթ եւ Բերեզովսկուն որպես Լիստևի գործով վկա հացաքննելու թույլտվություն են ներկայացրել։ Օլիգարխը բացատրություն է պահանջել եւ նրա պահակախումբը, այդ թվում Դաշնային հակահետախուզական ծառայության ՊՑԿ-ի աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն թույլ չի տվել ոստիկանությանը ներս մտնել։ Դիմադրությունը շարունակվել է մինչև կեսգիշեր եւ ի վերջո ուժայինները Բերեզովսկուն եւ նրա օգնական Բադրին խնդրել են ներկայանալ ոստիկանության բաժանմունք հացաքննության համար։ Խլեբնիկովը պնդում է, որ Բերեզովսկին զանգահարել է այդ ժամանակվա գլխավոր դատախազի պաշտոնակատար Ալեքսեյ Իլյուշենկոին եւ որ վերջինս հրամայել է Բերեզովսկուց եւ Բադրի ցուցմունքներ վերցնել Լոգո վազի իրենց գրասենյակում։
ոչ թե ոստիկանության բաժանմունքում։ Ըստ Խլեբնիկովի, Բերեզովսկին իրենա Լեսնիևսկայային Ելցինի կնոջ ընկերուհուն եւ առաջին ալիքի գլխավոր պրոդյուսերներից մեկին խնդրել է հանդես գալ իր հետ միասին։ Խլեբնիկովը գրում է, որ Լեսնիևսկայան Վլադ Լիստևի սպանության մեջ մեղադրում է Վլադիմիր Հուսինսկուն, Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուշկովին եւ Պակին։ Խլեբնիկովի գրքի համաձայն հետաքննության ղեկավարների տեսահաղորդագրության արդյունքում Մոսկվայի դատախազ Գենադի Պոնոմարիևին եւ նրա տեղակալին հեռացրել են պաշտոնից, իսկ ոստիկանությանը հրաման է տրվել հանգիստ թողնել Լոգովազը եւ Բերեզովսկուն։ Խլեբնիկովը ցիտում է Կորշակովին, ով պնդում էր, որ Բերեզովսկին բացեիբաց օգտագործեց իր քաղաքական կապերը, որպեսզի խույս տա օրենքով պահանջող հարցաքննությունից։ Ըստ Խլեբնիկովի, Բերեզովսկին թաքցրել է քննիչներից, որ ինքը Լոգովազի ընդունելությունների տանը սպանության նախօրեին հանդիպել է Լիստևի հետ։ Լիստևի գործում այլ կասկածյալներ եւս եղել են։ Լոգովազի շենքի խուսարկության փորձի օրը ոստիկանությունը անակնկալ հայտնվել է նաեւ գովազդային մագնատ Սերգեյ Լիսովսկու աշխատավայրում խուսարկության նպատակով։ Խլեբնիկովը գրել է, որ սպանությունից հետո իրավապաշտպան մարմինները սպանության գործը ոչ մի անգամ չեն հարցաքննել Հուսինսկուն։ Փոլ Խլեբնիկովը անհայտ անձանց կողմից սպանվել է Մոսկվայում 2004 թվականի հուլիսի 9-ին։ Բորիս Բերեզովսկին սպանվել է 2013 թվականի մարտի 23-ին։ Այս հանցագործությունը եւս մնում է չբացահայտված։ Սպանվածի ուսուցիչ Վլադիմիր Մուկուսիևը խոսելով սպանության մասին ժխտում է Բորիս Բերեզովսկու մասնակցությունը հանցագործությանը։ 2010 թվականի մասին, երբ լրացավ Վլադ Լիստևի մահվան 15-րդ տարին, նրա գործընկերը հանդես եկավ Վլադ, դուք վաղ թե ուշ կկրակեք իրար վրա հարցազրույցով։ Տատյանա Մոսկվինան Արգումենտի նեդելի թերթում նշել է, որ վերակառուցման Բիթլզներ գրքում Վլադ Լիստևի սպանության մեջ ժխտվում է Բերեզովսկու մեղավորության վարկածը։ Ինչպես նշել է Լեոնիդ Կրավչենկոն, նախ եւ առաջ հենց հետաքննության պարզվել է, որ նա 4 միլիարդ ռուբլի թաքցրել է։ Քննիչները եկան ինձ մոտ որպես հեռուստատեսության ոլորտի փորձառու մասնագետի, ով հիմնել եւ վարում է Վզգլյադը, հայացք հաղորդումը։ Ես նրանց անմիջապես ասացի. մի փնտրեք այստեղ ոչ մի քաղաքականություն, քանի որ գործի էությունը կոմերցիան է։ Կատարվածի էությունը նրա կարծիքով այն էր, որ Լիստևը կես տարով չեղարկել էր գովազդը առաջին ալիքով։ Բանն այն էր, որ ոչ գովազդը գտնվում էր Բերեզովսկու եւ Լիսովսկու միջնորդական երկու ընկերությունների ձեռքում։ Կես տարվա մեջ Բերեզովսկին միլիարդներ էր կորցնում։ Առաջին ալիքով գովազդի չեղարկման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից 5 կամ 6 ամիս անց Լիստևը սպանվեց։ 2013 թվականի ապրիլի 4-ին Սնոբ ամսագրի կայքում տեղադրվեց լրագրող Եվգենի Լևկովիչի 2008 թվականի հարցազրույցը առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ, որտեղ վերջինս իբր պնդում է, որ Վլադ Լիստևի սպանության պատվիրատուն Սերգեյ Լիսովսկին է։ Բռնկված սկանդալից հետո Սնոբը նյութերը հեռացրեց կայքից, սակայն հարցազրույցի տեքստը իր բարձր նշանակալիությունը հաշվի առնելով վերստեղծեց Կոմերսանտ թերթը։ Էրնստը տեքստի կենտրոնական հատվածի իսկությունը, բայց ոչ հարցազրույցը վիճարկեց։ Բնակից ձայնագրությունը լրագրողն այդպես էլ չներկայացրեց, իսկ Լիսովսկին իր առնչությունը սպանությանը հերքեց։ 2013 թվականի հուլիսի 1-ին Դոժդ հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի դատախազ Յուրի Սկուրատովը, ում օրոք անցկացվում է Լիստևի սպանության հետաքննությունը, հայտարարեց, որ Էրնստի կողմից Լիստևի սպանությանը մասնակցություն ունենալու վարկածը Լիսովսկուն վերագրելը մոտ է իր սեփական վարկածին։ FSB-ի նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն իր Լյուբյանկայի հանցագործ խմբավորում գրքում Լիստևի սպանությունը կազմակերպելու մեջ ուղղակիորեն մեղադրել է Ալեքսանդր Կոժակովին։ Ըստ Յուրի Ֆելեշտինսկու եւ Վլադիմիր Պրիբիլովսկու, ՊԱԿ FSB սպաներ Ալեքսանդր Կոժակով եւ Ալեքսանդր Կոմելկովը Լիստևի սպանությունը կազմակերպել են Սոլոնցիևսկյան տղերքի ձեռքերով։ Հեղինակները ենթադրում են, որ սպանության շարժառիթը եղել է հեռուստագովազդի հասույթի ծարված գողությունը թաքցնել եւ այդ միջոցների ուղղորդումը Օլեգ Մոսկովեցի Ռուսաստանի նախագահական նախընտրական արշավին։
Հեղինակները գրում են, որ Կորժակովը մահափորձ է ձեռնարկել Բերեզովսկու դեմ եւ միշտ նրա սպանությունը անհաջող փորձից հետո Լիստևի սպանության մեջ մեղադրել է Բերեզովսկուն։ 2010 թվականին Բերեզովսկին Լիստևի սպանության մեջ մեղադրեց Վլադիմիր Պուտինին, որը Ելցինից հետո դարձավ Ռուսաստանի նախագահ։ Թեպետ Սանկտ Պետերբուրգի կառավարության այդ ժամանակվա նախագահի առաջին տեղակալի ինչին այդպես լրագրողի սպանությունը նա այդպես էլ չբացատրեց։ Վերջին վարկածն այն էր, որ Լիստևի սպանությունը կազմակերպել է նրա երրորդ կինը Ալբինան, որի հետ Լիստևը երջանիկ էր մինչ այն պահը, երբ Ալբինային դավաճանեց նրա գինեկոլոգի հետ, որը կին էր, եւ Ալբինան պատվիրեց իր ամուսնու սպանությունը նրանից վրեժ լուծելով։ Սերգեյ Բոդրով կաթսեր Սերգեյ Բոդրով կաթսերը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 27-ին։ Զարմանալի չէ, որ մանկուց Սերյոժան շրջապատված էր ստեղծագործական մթնոլորտով, քանի որ նրա հայրը ռեժիսոր էր, իսկ մայրը արվեստագետ։ Նրա ծնողները շատ էին աշխատում, տղային շատ ուշադրություն չդարձնելով, սակայն նա չէր բողոքում։ Ապագա դերասանը մեծացավ շատ երասկոտ եւ ասես ապրում էր իր սեփական աշխարհում։ Նույնիսկ իր երիտասարդության տարիներին Բոդրով կաթսերը 1979 թվականին թողարկված Ազատությունը դրախտը կինոնկարում խաղում էր կռվարարի փոքր դերում։ Այնուհետև 1996 թվականին նա փորձեց իրեն իր հոր Բոդրով ավագի Կովկասի գերին մեկ այլ ֆիլմում, որտեղ նա խաղում էր արդեն հայտնի նկարիչ Օլեգ Մենշիկովի հետ։ Երկար ժամանակ նա զարմանում էր սովորական երիտասարդի նման տաղանդավոր խաղի վրա։ Քննադատները նրան ջերմորեն ընդունեցին, ինչի շնորհիվ Սերգեյ Բոդրովը ճանաչվեց այդ տարվա լավագույն դերասաններից մեկը։ Մեկ տարի անց Բոդրովը հանդիպեց սկսնակ ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի հետ, ով նրան առաջարկեց գլխավոր դեր խաղալ Եղբայր ֆիլմում։ Ֆիլմում Սերգեյը մարմնավորում էր մի երիտասարդ տղայի, Դանիլա Բագրով անունով, որին Սանկտ Պետերբուրգ են ուղարկում ավագ եղբորը գտնելու համար, ով պարզվում է պրոֆեսիոնալ մարդասպան է։ Այս դերը կարծես ստեղծվել էր Բոդրով կաթսերի համար։ Նա իրականում խաղում էր իրեն, հասարակ ու երասկոտ բնավորությամբ երեկվա տղային, բայց հաստատ համոզմունքներով։ Ֆիլմը դեռ պաշտամունքի դասական է եւ երկրպագուները երբեք չեն դադարում դրանից մեջբերումներ անել։ Տաղանդավոր դերասանը սկսեց հրավիրվել այլ ռեժիսորների ֆիլմերում նկարահանվելու համար։ Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Նեղը եւ Արևելք արևմուտքը, բայց դրանք գրեթե աննկատ անցան հանդիսատեսի համար։ Բոլորն ակնկալում էին, որ Բոդրովը կվերադառնա Եղբայր 2 ֆիլմում Դանիլա Բագրովի դերին, եւ այդպես էլ եղավ։ Ֆիլմը թողարկվեց 2000 թվականին եւ դարձավ ոչ պակաս սիրված, քան առաջին մասը։ Նրա նկարահանումները տեղի ունեցան ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Միացյալ Նահանգներում եւ սաունդթրեքը բաղկացած էր բացառապես ռուսական ռոք տեսարանի հիթերից։ Դրանից մեկ տարի անց Սերգեյ Բոդրով կաթսերը նկարահանվեց իր հոր հաջորդ Արեգ-Հարագ եւ Արջի համբույր ֆիլմերում։ Նա նաև նկարահանվեց Ալեքսեյ Բալաբանովի Պատերազմ նոր ֆիլմում, որի նկարահանումները տխուր դեր խաղացին նրա հետագա ճակատագրի մեջ։ 2000-ականների սկզբին Սերգեյ Բոդրով կաթսերը սկսեց գրել իր սեփական սցենարը ֆիլմի համար, որին նա տվեց 2 քույրեր անունը։ Նա անձամբ սկսեց իր ֆիլմի քաստինգը, գլխավոր դերերի համար հրավիրելով դերասանուհիներ Օքսանա Ակինշինային եւ Եկատերինա Գոլինային։ Բացի այդ, Բոդրովը գրել է Մորֆին ֆիլմի սցենարը, հիմնվելով Բուլգակովի ստեղծագործությունների վրա։ Հետագայում այս ֆիլմը նկարահանեց եւ վերջացրեց ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը։ Հենց Բալաբանովն է Սերգեյին առաջարկել իր հաջորդ Սվյազնոյ ֆիլմի նկարահանման վայրը՝ Հյուսիսային Կովկասի լեռները, որտեղ Բոդրովն արդեն եղել էր Պատերազմ ֆիլմի նկարահանման ժամանակ։ 2002 թվականի սեպտեմբերի 20-ին նկարահանող խումբը երիտասարդ ռեժիսորի հետ մեկնել է Կարմատոնի կիրճ եւ սկսել աշխատանքը։ Հանկարծ կիրճը ծածկվել է սառցադաշտով, որն իջնում է Դժիմարա սարից։ Երկար ամիսներ ամբողջ նկարահանող խումբը անհայտ կորած էր համարվում,
իսկ ողբերգության վայրում իրականացվում էին փրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն։ 2004 թվականին Սերգեյ Բոդրով կրտսերը պաշտոնապես հայտարարվեց մահացած եւ անհայտ կորած։ Սերգեյ Բոդրովին հաջողվեց կերտել ընտանեկան երջանկությունը, որը ցավոք երկար չտևեց։ 1997 թվականին նրա միակ սերն ու կինը գործընկերուհի Սվետլանա Միխայլովան էր։ Նա ունի դուստր Օլգան եւ որդի Ալեքսանդրը։ Վերջինս ծնվել է բառացիորեն Կարմատոնի կիրճում տեղի ունեցած ողբերգությունից առաջ։ Մահացած դերասանի այրին չկարողացավ վերականգնել վիշտը եւ երբեք չամուսնացավ։ Բոդրովի դեպքը տեղի ունեցել Կոլկա ծնահյուսքի պատճառով։ Բոդրովը եղել է նաեւ մի քանի հաղորդաշարերի վարող, այդ թվում վերջին հերոս ռեալիթի շոուի առաջին սեզոնի վարողը։ Բոդրով կրտսերը արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, նաև հետմահու, այդ թվում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակին 1997 թվականին։ Սերգեյի հայրը Սերգեյ Բոդրով ավագը հայտի կինոռեժիսոր է, իսկ մայրը Վալենտինա Նիկոլաևնան մշակույթագետ է։ Նրա մարմնավորած դերերից նա հիմնականում հիշում է իր 1997 թվականի Բրատ եւ 2000 թվականի Բրատ 2 կրիմինալ մարտաֆիլմերից, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր դերը։ Նույնիսկ երկար փրկարարական աշխատանքներից հետո մի քանի անգամ հայտնեցին, թե գտել են Բոդրով կրտսերի մարմինը, սակայն այս փաստերը չհաստատվեցին։ Բոդրովի դեպքը նույնպես մնաց տարի առեղծվածներից։ Անդրեյ Պանին կինոյի եւ թատրոնի ռուս դերասան, կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի եւ Նիկա մրցանակի դափնեկիր։ Նիկա մրցանակը դերասանը ստացել է հետմահու։ Ծնվել է 1962 թվականի մայիսի 28-ին Նովոսիբիրսկում։ 2 տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Չելյաբինսկ։ Հետագայում, երբ Անդրեյ Պանինը եղել է 6 տարեկան, նա տեղափոխվել է իր ընտանիքի հետ Կեմերովո, որտեղ ապրել է 16 տարի։ Կեմերովոն էլ Անդրեյ Պանինը համարում է իր հայրենի քաղաքը, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ Անդրեյ Պանինն ընդունվել է Կեմերովոյի սննդի ինստիտուտ, սակայն շուտով հեռացվել է, ինչից հետո սովորել է Կեմերովոյի մշակույթի ինստիտուտում։ Որոշ ժամանակ աշխատել է Մինուսինսկի թատրոնում, ապա մեկնել է Մոսկվա։ Միայն 4-րդ անգամից է կարողացել ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ։ Ռեժիսորներն ասում էին, որ Պանինը կդառնա չնկարահանվող դերասան, սակայն նա ցանկացել է ապացուցել հակառակը։ Պանինն ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց Ստուզյան, որտեղ սովորել է Ալեքսանդր Կալյակինի արվեստանոցում։ Նա դարձել է Մոսկվայի Չեխովի անվան Գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան։ Ամուսնացած է եղել նույն թատրոնի դերասանուհի Նատալիա Ռոգոժկինայի հետ։ Նրա թատերական աշխատանքների շարքում են դերերը «Երեք քույր», «Շլատ ասպետը», «Ամուսնություն», «Մահացու համար», «Ձմեռ ներկայացումներում»։ Խաղացել է Օլեգ Տապակովի գլխավորած թատրոնի ներկայացումներում։ Կինոյում իր առաջին դերերից մեկն Անդրեյ Պանինը խաղացել է ռեժիսոր Պապրիամոյի ֆիլմում։ Ճանաչման է արժանացել Մաքսիմ Պեժեմսկու «Մայրիկ մի վշտացիր» և Դենիս Եվստիգնիևի «Մայրը» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ 2000 թվականին կատարել է հարբեցող Գարկուշայի դերը Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմում, որը նույն թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի լավագույն դերասանական կազմի համար։ 2000 թվականին թողարկվել է Ալեքսանդր Աթանեսյանի 24 ժամ ֆիլմը, որտեղ Անդրեյ Պանինը մարմնավորում է քրեական հեղինակություն Լյովա Շալամովին։ Դերասանն առավել մեծ ճանաչում ձեռք բերեց ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի «Բրիգադա» սերիալում նկարահանվելուց հետո, որում նա կատարել է կաշառակեր ոստիկանի դեր։ Հետագայում Պանինը նկարահանվել է նաև Ալեքսեյ Սիդորովի «Մաստ Ստվերի հետ 2 ռևանշ» և «Մաստ Ստվերի հետ 3D վերջին ռաունդ» ֆիլմերում, մարմնավորելով Վակիթ Վալիևին։
Պանինի ժողովրդականությանը նպաստել է նաև Կամենսկայա ֆիլմում կատարած նրա դերը։ 2003 թվականին թողարկվել է Բախտիար Խուդոյ Նազարովի «Շուք» ֆիլմը, որում Պանինը կատարում է գլխավոր հերոսի հոր դերը։ Նույն թվականին դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի «Եղյակ» ֆիլմում, մարմնավորելով ազնիվ ոստիկան մայոր Ագապովի դերը։ Պանինը նկարահանվել է ռեժիսորներ Պավել Չուխրայի «Վարորդ Վեռայի» համար, Կարեն Շահնազարովի «Լիալուսնի օր», «Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմություն», «Մահանունով հեծյալը», Ալեքսեյ Բալաբանովի «Աչքակապուկ» և «Մորֆին» ֆիլմերում։ «Ոչիր և պատիժ» հեռուստասերիալում կատարել է Պորֆիրի Պետրովիչի դերը։ Անդրեյ Պանինը որպես ռեժիսոր 2005 թվականին նկարահանել է «Պոլնի պիրիոդ» հեռուստասերիալը, 1954 թվականի «Հավատարիմ ընկերներ» ֆիլմի ռիմեյքը, իսկ 2007 թվականին «Տիեզերագնացի թոռը» ֆիլմը Թամարա Վլադիմիրցևայի հետ համատեղ։ Նա ձեռք էր բերել Զախար Պրիլեպինի «Այլանդակություններ» վեպի էկրանավորման իրավունքները, անցկացրել է լսումներ և գտել ֆինանսավորում, սակայն քանի որ չէր կարելի նկարահանել ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Չեչնիայում, այդ պատճառով նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները նա դադարեցնում է։ 2005 թվականին Անդրեյ Պանինը եղել է ՈՒՀԱ բարձրագույն լիգայի ժյուրիի անդամ։ Նկարահանվել է «Վերջին զրահագնացքը» ֆիլմում։ 2006 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ստեղծել է դերասանական փորձարարական արվեստանոց։ 2011 թվականին Անդրեյ Պանինը խաղացել է բժիշկ Վատսոնի դերը Շերլոկ Հոլմսի մասին ռուսական նոր հեռուստասերիալում։ Երբ սերիալը հնչյունավորվել է հետարտադրության փուլում, դերասանն արդեն մահացած էր, սակայն կինոստեղծողները կարողացել են օգտագործել նկարահանումների ժամանակ արված ձայնագրությունները։ Սերիալը թողարկվել է 2013 թվականին և արժանացել խառը գնահատականների, սակայն Պանինի աշխատանքը բարձր է գնահատվել։ Անդրեյ Պանինը սպանվել է 2013 թվականի մարտի 6-ին։ Դերասանի մարմինը քննած դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ նմանատիպ վերքերը կարող են լինել սպանության հետևանք։ Դերասանի մարմինը գտնվել է 2013 թվականի մարտի 7-ին առավոտյան ժամը 11-ին Մոսկվայի հարավում Բալակլավյան պողոտայում գտնվող նրա տանը։ Մահվան պատճառներից մեկը համարվել է դժբախտ պատահարը։ Պանինի մարմինը գտնվել է գետնին ընկած և մասնագետները սկզբում ենթադրել են, թե նա ընկել է սեփական հասակին հավասար բարձրությունից և գլխով հարվածել հատակին։ Որպես նրա մահվան նախնական պատճառ նշվել է արյան կորուստը, սակայն մահվան հաջորդ օրը դատաբժշկական փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մահվանից առաջ Պանինը դաժան ծեծի է ենթարկվել։ Նրա դեմքն այլանդակված էր, վերքերի մեջ գտնվել են ապակու կտորներ, իսկ նրա ծնկներին արյունազեղ ուռուցքներ։ Ըստ դատաբժշկական եզրակացության, Պանինը հավանաբար դիմադրել է և վիրավորել մարդասպաններին։ Հարևանները լսել էին տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չէին դարձրել։ ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հայտարարության համաձայն քննիչները քրեական գործ են հարուցել Մոսկվայում դերասան Անդրեյ Պանինի սպանության կապակցությամբ։ Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով։ Առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան հոդվածով։ Պանինի սպանության գործի հետ կապված ևս շատ վարկածներ կան։ Առաջինը, որ դա ուղղակի կրկին նախանձն էր, և նրան սպանել է նրա ընկերներից մեկը։ Սակայն հիմնական վարկածը մնաց այն, որ նրան սպանել է նրա ամենամոտ ընկերը, որը հաճախ էր գալիս նրա տուն։ Իր սպանության օրը դերասանը օգտագործել էր ալկոհոլ, ընդհանրապես դերասանը շատ էր օգտագործում ալկոհոլ։ Պանինը զբաղվել էր բռնցքամարտով և նա դիմադրել է իրեն սպանողներին, սակայն նրան սպանել էին դաժանաբար։ Նրա դեմքը այլանդակված էր և նրա դեմքի ոսկորները ջարդված էին։ Պանինը վերջին տարիներին ցանկանում էր գնել ինչ-որ նավթի գործարան և հեշտ փողեր աշխատել։ Եվ ըստ նրա ընկերներից շատերի,
Սա եւս կարող է լինել նրա սպանության պատճառը, քանի որ նա արդեն ըստ նրանց հնարավոր է շատ խորն է թաղվել, հեշտ փողեր աշխատելու գործում։